Արայիկ, Այո, ինչ ես անում։ պանիր եմ ներկում, Ինչի համար։ գույնը գցել է։ Այդ բաների ձևն է տենց։ Լուրջ ես ասում։ Այո, Իսկ կես ժամ առաջ նույն բանը չէր կարած, իր։ արի չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Էդ էլ է ճիշտ։ Բարի օր իմ հարգելի բարեկամ։ Դու միացել ես Ռակատային, այսօր խոսալու ենք Էդուարդ Մանեից։ Ոնց որ լավ հարմարվիր, պատրաստիր քո թեյը կամ չգիտեմ, պանիրը, իսկ մենք սկսում ենք։ Chagall, Picasso, Velázquez, բոլորը գալիս են Ռակատա Լոտրեկ, Տինտորետո, Ռաֆայել, Դեգաս, Սեզան, Էլսոր, Սարգան Բոլորը գալիս են Ռակատա Բոլորը գալիս են Ռակատա Մի անգամ շատ իմաստուն մարդ ինձ ասաց, որ կյանքից ուժեղ քեզ ոչի բան չի կարող հարվածել։ Եվ դրա մեջ ամենածանրը այն է, որ երբեք չես կարող կանխատեսել, թե հաջորդ հարվածը որտեղից կգա։ Քեզ կարող է թվալ, թե դու արդեն հասկացել ես այս խաղի կանոնները, կարող ես ամեն ինչ պլանավորել եւ կանխագուշակել, բայց հաջորդ պահին մի բան անպայման սխալ կգնա։ Վերցնենք որպես օրինակ Օգյուստ Մանեին։ Նրա կյանքում ամեն ինչ միշտ գնում էր այնպես, ինչպես ինքն էր նախատեսել։ Գերազանց ավարտել էր քոլեջը, 10 տարի սովորել իրավաբանություն, կառուցել էր փայլուն կարիերա, դարձել էր արդարադատության նախարարության բաժնի ղեկավար, իսկ ավելի ուշ նույնիսկ դատավոր։ Ամեն ինչ հիանալի էր եւ կարծես թե տարիներով կառուցված նրա ծրագրի վերջին փուլը պետք է այն լիներ, որ այդ ամեն ինչը փոխանցեր իր ավագ որդուն, բայց պարզվեց, որ իր տղան եկել է ընդհանրապես ուրիշ մոլորակից, եւ այդ մոլորակում իրավաբանական կրթություն չկար։ Այդ որդու անունը Էդուարդ էր, եւ նա սիրում էր նկարել։ Ամեն ինչի վրա՝ թղթի, կտավի, անձեռոցիկների, պաստառների, չգիտեմ, պատերի։ Հայրը հույս ուներ, որ դպրոց գնալուց հետո այդ ամենը կփոխվի, բայց ոչ։ Դպրոցում Էդուարդը համաձայն սկսնակ հանճարների լավ վագույն ավանդույթի շատ վատ էր սովորում։ Այնքան, որ մի պահ նույնիսկ դասարանի աստղը դարձավ։ Վիճում էր ուսուցիչների հետ, չէր կատարում տնային աշխատանքները, խանգարում էր դասերին եւ ամեն անգամ վերադառնալուց հետո պապայի սեղանին դնում էր նկարներ, որոնք գնալով կուտակվում էին։ Բայց նրա հայրը, լինելով խիստ կոնսերվատիվ բուրժուական ջենթլմեն, այս ամենը շատ ծանր էր տանում։ Փաստացի, նրա աչքի առաջ մեծանում էր իր լիարժեք հակապատկերը, այդ բառի ամենատխուր իմաստով։ Վերջին կաթիլը եղավ այն, երբ 16 տարեկան Էդուարդը մոտեցավ հորը եւ ասաց. «Պապա, ուզում եմ նկարիչ դառնալ», ինչին Օգյուստը պատասխանեց. «Պրոբլեմ չունես» եւ անմիջապես ուղարկեց նրան ռազմածովային ուսումնարան։ Անհասկանալի է թե ինչու, բայց որոշ ծնողներ երբեմն կարծում են, որ եթե իրենց նկարիչ որդուն ուղարկեն բանակ, նա այնտեղից անպայման կվերադառնա իրավաբան կամ բժիշկ դառնալու բուռն ցանկությամբ, բայց ոչ։ Սկսենք նրանից, որ ընդունվելիս այդ ուսումնարան Էդուարդը շատ պատահաբար տապալեց բոլոր ընդունելության քննությունները, այն էլ 2 անգամ, բայց նույնիսկ այդ դեպքում նրան որպես պրակտիկանտ ուղարկում են ծովագնացության դեպի Բրազիլիա եւ անկեղծ ասած, Էդուարդը նույնիսկ ինչ որտեղ պետք է շնորհակալ լիներ իր հորը, որովհետեւ հենց այդ հրաշալի եւ հոգատար մարդու շնորհիվ նա այժմ շրջապատված էր հիասքանչ տեսարաններով, մաքուր օվկիանոսով, գեղեցիկ ամպերով, իսկական գանձ կստակ նկարչի համար, չէ՞։ Ամբողջ այդ ճանապարհորդության ընթացքում Մանեն մոտավորապես 200 էսքիզ արեց եւ նույնիսկ իր կյանքում առաջին պատվերը ստացավ։ Բանն այն էր, որ սա բեռնատար նավ էր, որը պանիր էր տեղափոխում, եւ ճանապարհորդության ընթացքում այդ պանիրը կորցրել էր իր ախորժելի դեղնավուն գույնը։ Կապիտանը, նկատելով Մանեի տաղանդը, խնդրեց նրան ներկել այդ պանիրները, վերադարձնելով նրանց նախնական տեսքը, ինչը նրա մոտ հիանալի ստացվեց։ Իսկ այդ ընթացքում Փարիզում ոչինչ չկասկածող Մանե ավագը նստած էր իր տան բազկաթոռին, սպասելով որդու վերադարձին, կոնյակի բաժակը ձեռքին։ Սենց մի տեսակ մանկական, նույնիսկ միամիտ տրամադրությամբ արդեն նախապես վայելելով իր բարոյական հաղթանակը։ Ռազմածովային ուսումնարանը նրա պատկերացմամբ գուցե եւ ծայրահեղ միջոց էր, բայց միանշանակ պետք է արդյունք տար։ Ու երբ Էդուարդը մտավ ներս եւ դանդաղ քայլելով մոտեցավ, պապայի դեմքի ժպիտը գնալով լայնացավ։ Բայց երբ Մանեն նրա սեղանին դրեց արդեն ավանդական դարձած էսկիզները, պապայի դեմքը դարձավ սենց։ Միջև կյանքի վերջ։
Իդեպ Մանեն ա նկարել։ Ի վերջո, հորը այլընտրանք պարզապես չէր մնում, ստիպած էր ընդունել որդու գեղարվեստական էությունը եւ անձամբ սկսեց փնտրել նրա համար ուսուցիչ, որովհետեւ եթե արդեն որոշել ես դառնալ նկարիչ, գոնե սովորիր լավագույններից։ Հոր ընտրությունը կանգ առավ նշանավոր վարպետի կամ ինչպես այդ նույն վարպետներ իր մասին ասում, իր դարաշրջանի միակ իսկապես լուրջ արվեստագետ Թոմա Կուտյուրի վրա։ Իդեպ բավականին մեծ ատաղանդ անձնավորություն։ Նրա արվեստանոցը լիովին արտացոլում էր նրա յուրահատուկ ներաշխարհը, պրոֆեսիոնալ մոդելներ, հիանալի կատարված նկարներ, մի խոսքով մի մթնոլորտ, որին դժվար էր նույնիսկ հավատալ, այնքան դժվար, որ մեր Էդուարդը ոչ թե ուղղակի չհավատաց, այլ ուղարկեց այդ ամենը գրողի ծոցը։ Հիմա կբացատրեմ ինչու։ 1850-ականներ էին։ Նկարչության մեջ գլխավոր ժանրը համարվում էր ռոմանտիզմը։ Ռոմանտիկները սիրում էին էկզոտիկ սյուժեներ, բուռն զգացմունքներ, լիքը պաթոս ու չէին սիրում ձանձրալի առօրյա թեմաներ։ Ռոմանտիկների հետ ահավոր ձև չունեն նեոկլասիկ դասականները, որոնք ընդհակառակը սիրում էին հունական սյուժեներ, հավասարակշռված կոմպոզիցիաներ եւ էլի լիքը պաթոս։ Ու համ ռոմանտիկները, համ նեոդասականները ինչքան ուժ ունեն, զզվում էին ռեալիստներից։ Ռեալիզմը մարդկանց ու աշխարհը ներկայացնում էր ոչ թե ուռճացված կամ իդեալական, այլ այնպիսի, ինչպիսին նրանք կային։ Որպեսզի տարբերությունը մոտավոր զգաս, ահա քեզ ռոմանտիզմ, ահա նեոդասականություն, ահա ռեալիզմ։ Ռոմանտիզմ, ռեալիզմ, ռեալիզմ, ռոմանտիզմ, նեոդասականություն։ Ինչպես կարող էր արդեն գուշակել, Մանեն ռեալիզմի կողմնակից էր։ Նա անընդհատ բզում էր մոդելներին, ստիպելով նրանց կանգնել ավելի բնական դիրքով, ոչ թե իբր կատարյալ։ Ինչի պատճառով նրա եւ Կուտյուրի միջև նույնիսկ լուրջ վեճ եղավ, ինչից հետո վերջինս ասաց. «Հարգելիս, եթե դուք հավակնում եք ղեկավարել գեղարվեստի դպրոց, ապա գնացեք ու ձեր բացեք որևէ այլ տեղ»։ Ինչին Մանեն ասեց, «Տո դուք էլ ձեր ռոմանտիզմն էլ ու տղամարդավարի գլուխը բարձր գնաց տուն եւ այդ ամենը պատմեց հորը»։ Ինչից հետո վերադարձավ եւ նույնքան տղամարդավարի ներողություն խնդրեց։ Մի քանի տարի անց նա այնուամենայնիվ լքեց Կուտյուրի արվեստանոցը ու որոշեց, որ վերջապես եկել է ժամանակը ցույց տալ աշխարհին, թե որը որից հետո է եւ իսկական արվեստը որն է։ Բայց դա անելու միակ հասանելի միջոցը իր աշխատանքները այսպես կոչված սալոնում ցուցադրելն էր։ Սալոնն ամենամյա թագավորական ցուցահանդես էր, որտեղ այդ ժամանակ բույն էին դրել ռոմանտիզմի սիրահարները եւ տարատեսակ ներքաջաշատ քրակները։ Մանեն առանց երկար բարակ մտածելու որոշեց, որ վերին խավի չքնաղ տիկինների, Աքիլեսի արդեն վաղուց անգիր արած սխրանքների եւ Նապոլեոն III-ի անհամար դիմանկարների կողքին պետք է կախված լինի ինչ-որ ցնցոտիների մեջ փաթաթված հարբեցողը։ Իհարկե, նկարը կոշտ քննադատության արժանացավ եւ մերժվեց։ Մանեն խորապես նեղվեց, այնպիսի տպավորություններ ստեղծվում, կարծես թե հատուկ չէին թողնում իրեն զարգացնել իր կարիերան, իսկ հարմարվել ինչ-որ սնոբերի ճաշակին իրեն այդքան էլ չէր գրավում։ Ուստի նա որոշեց նրանց համար նկարել եւս մի ստեղծագործություն, ավելի փառահեղ։ Ու մի քանի տարի անց Սալոն ուղարկեց եւս մեկ կտավ։ Այդ կտավն էլ մերժեցին, բայց կար մի կարևոր նրբություն։ Այդ նույն տարի ջղային ժյուրին մերժել էր նաև եւս 3000 աշխատանք։ Երիտասարդ նկարիչները իսկական սկանդալ բարձրացրին։ Այնպիսի աղմուկ բարձրացավ, որ գործին անսպասելիորեն միջամտեց Դումիասա Նապոլեոն III-ը, ու որպեսզի նկարիչները շատ չտխրեն, նա հատուկ նրանց համար կազմակերպեց առանձին ցուցահանդես, որը թերթերում սկսեցին անվանել մերժվածների սալոն։ Եվ իհարկե մարդկանց հետաքրքրեց այն, թե ինչ էր մերժել ժյուրին, եւ բոլորը լցվեցին այնտեղ։ Բնականաբար այս 3000 կտավներից ամենաշատը քննարկվեց եւ հիշվեց այո, մեր գլխավոր հերոսի գործը։ Հենց այդ աշխատանքից հետո Մանեի կյանքը բաժանվեց երկու մասի՝ միջև նկար այնտեղ ուղարկելը եւ դրանից հետո։ Եկեք մի փոքր ուսումնասիրենք, թե այդ ինչ էր այնքան զարմացել հանդիսատեսին։ Ուրեմն այգում նստած է մեր կին երկու տղամարդու հետ, որոնք բավական ինտելիգենտ եւ ազատ մթնոլորտում քննարկում են ըստ երևույթի ինչ-որ բարձր փիլիսոփայական բան, անտեսելով կնոջ ներկայություն։ Միաժամանակ կինն էլ չի հետաքրքրված նրանց երկխոսությամբ ու փոխարենը շատ ուշադիր նայում է մեզ։ Արդեն այս փաստը գցեց դիտողին շոկի մեջ։ Հասկանալի է, նկարչությունում մեր կանայք սովորական երևույթ են, ու եթե Մանեն պատկերեր նույն կնոջը ինչ-որ հին հույների հետ, ոչ ոքի մոտ որևէ խնդիր չէր առաջանում։ Բայց Մանեն նրան պատկերել է ժամանակակից տղամարդկանց հետ։ Իսկ այն ժամանակ կնոջ համար պարզապես անընդունելի էր անտառի մեջ մերկ նստել երկու տղամարդկանց հետ։ Հիմա դա նորմալ է, բայց այն ժամանակ ոչ։ Իսկ այս կինը հերիք չի նստել է, մի բան էլ ուղիղ նայում է մեզ։ Ու սա դեռ ամենը չէր։ Երեքն էլ իրական մարդիկ էին, որոնց Փարիզում շատերը ճանաչում էին։
Նրանցից մեկը Մանեի եղբայրն էր, մյուսը նկարչի ապագա կնոջ եղբայրը, իսկ կինը նկարչուհի Վիկտորին Մյուրանն էր։ Նաև դիտողներին դուր չեկավ տեխնիկական կատարում։ Օրինակ նայենք այս մրգերին։ Ցանկացած այլ նկարիչ ամիսներ կծախսեր, որ մանրամասն նկարեր դրանք։ Կամ այս ճյուղերին, որ կարծես մի երկու վրձնահարվածով են նկարած։ Բայց Մանեն դրան չէր ձգտում։ Նա դրանք պատկերեց մի փոքր շտապելով, կարծես ասելով, որ դա չէ ամենակարևորը։ Բայց դիտողի կողմից դա ընկալվեց որպես հասարակ անփութություն։ Բացի դրանից, Մանեն բոլորովին խախտել էր նկարի հեռանկարը եւ համաչափությունները։ Օրինակ, նայենք ջրում կանգնած կնոջը եւ համեմատենք նրան մոտակա նավակի հետ։ Ստեղծվում այնպիսի տպավորություն, որ այս կինը մոտ 3 մետր հասակ ունի։ Այս նկարից հետո Մանեի վրա եկավ սկանդալի մեծ ալիք եւ ես հիմա չեմ չափազանցնում։ Սա իրոք 19-րդ դարի ամենաթունդ սկանդալներից մեկն էր։ Նկարի շուրջ սկսեցին հավաքվել բոլոր խոհանոցային քննադատները եւ արվեստագետները։ Ամեն մեկը ուներ իր կարծիքը, մեկը մյուսից ավելի կարևոր։ Ինչ որ մերկ փողոցային աղջիկ անամոթաբար նստել է երկու պճնամոլների միջև, փողկապներով եւ քաղաքային կոստյումներով։ Նրանք նման են ինչ-որ ուսանողների, որոնք փորձում են նմանակել մեծահասակների խրախճանքներին, եւ ես անկեղծ փորձում եմ հասկանալ, թե որն է այս ամբարո հանելուկի իմաստը։ Այսպիսի տխուր ձևով Էդուարդ Մանեն շատ կարճ ժամանակում դարձավ իր ժամանակի ամենապոպուլյար նկարիչներից մեկը, բայց այս բառի ամենավատ իմաստով։ Ամեն բնակիչ իր անձնական պարտքն էր համարում ընկերների հետ մի հատ գալ մերժվածների սալոն եւ ծիծաղել այս աշխատանքի վրա։ Եվ իհարկե բոլորին հետաքրքիր էր, թե ինչ կանի Մանեն հետագայում։ Իսկ նա չստիպեց լսարանին երկար սպասել եւ որոշ ժամանակ անց ներկայացրեց իր հաջորդ նկարը։ Նախաճաշ խոտի վրա նկարից հետո Մանեն հասկացավ, որ իրականում լավ էր բրծել։ Ցուցադրեցին, հայհոյեցին, բայց ամենակարևորը չսպանեցին եւ ահա այդ ժամանակ նա մտածեց. իսկ ինչ կլինի, եթե ես էլի վերցնեմ մերկին, բայց արդեն առանց անդար։ Մտածեց եւ նկարեց սա։ Այս գործը նկարելու համար Մանեն հիմնականում ոգեշնչվել էր Տիցիանի հայտնի Վեներայով։ Ինչպես տեսնում ենք, սա դասական սյուժե է, գեղեցիկ եւ հարուստ կին, որը շատ հարմար պառկած է մետաքսների եւ մարգարիտների վրա։ Ու ամենակարևորը Աստվածուհի է։ Այստեղ կարծես ամեն ինչ շատ նման է՝ դիրքը, կոմպոզիցիան, դիտակետը, բայց կա մի փոքրիկ դետալ, այսինքն ջուր փոքրիկ դետալ։ Հերոսուհին Աստվածուհի չէ, այլ, ինչպես ասեմ, տիկին, որը ունի հաճախորդների լայն բազա, ում անունն է Օլիմպիա, որ այն ժամանակ տարածված անուն էր նման աշխատանքով զբաղվողների համար։ Եկեք նայենք այս նկարը մի քիչ ուշադիր։ Պրոբլեմ համար 1. Սյուժե։ Սովորաբար մերկ մոդելների հայացքները ուղղված էին ինչ-որ հեռու տեղ կամ մի փոքր խորհրդավոր էին։ Կարծես գեղեցկուհիները այդ պահին ինչ-որ խորը փիլիսոփայական հարցերի շուրջ էին։ Իսկ Օլիմպիան նայում է ուղիղ հանդիսատեսին, այնպես կարծես մտովի հաշվարկում է, թե դու որքան գումար ես վաստակում եւ արդյոք դա բավարար կլինի իր ծառայություններից օգտվելու համար։ Բնականաբար, պատկերասրահ եկած հարգարժան բուրժուաների տիկնանց դա ընդհանրապես դուր չէր գալիս։ Իսկ բուրժուաներին, եթե անգամ դուր էր գալիս, նրանք դա ցույց չէին տա ոչ մի դեպքում։ Ընդհանրապես Մանեն ոչ մի ձև չէր թաքցնում այս կնոջ մասնագիտությունը։ Նույնիսկ ծաղկե փունջը, որը մատուցում է սպասուին, եւս մեկ դետալ է, որը ոչ թե դիցաբանական սյուժեի ատրիբուտ է, այլ բավականին կոնկրետ նվեր հերթական երկրպագուից։ Բայց կար եւս մեկ խնդիր, թե ինչպես էր այս ամենը նկարված։ Մանեն որոշել էր մերժել ակադեմիական նկարչության բոլոր հիմնական դրույթները, այն էլ սենց սյուժեով։ Կնոջ մարմինը կտրուկ է, հարթ, գրեթե առանց կիսատոների եւ լուսաստվերի։ Նույնքան հարթ է սավանը, սև ժապավենը։ Իսկ այդ ծաղիկները նկարած են կարծես 15 րոպեում, մի քանի վրձնահարվածով։ Բայց ամենակիչ ժամանակը ստացել էր իհարկե խեղճ սև կատուն, որին լավագույն դեպքում մի 5 րոպեում էր նկարել։ Դուք կհարցնեք, բայց լավ, նկարել է էլի, ի՞նչն է հարցը։ Էհա, նկարել է, բայց եկեք համեմատենք նույն տարում սալոնը հաղթած Ալեքսանդր Կաբանելի Վեներայի հետ։ Ու մի անգամից ամեն ինչը տեղը կընկնի։ Այս քանդակային ծավալուն ֆիգուրի կողքին Մանեի նկարը կարծես կոլաժ լի։ Այս ամենն իհարկե բերում է հերթական սկանդալի, բայց եթե նախաճաշը ցուցադրվում էր մերժվածների սալոնում, որը հանդիսատեսի կողմից այդքան էլ լուրջ չէր ընդունվում, ապա այս անգամ արդեն իսկական կայսերական սալոնում։ Ընդհանրապես Մանեին այստեղ հրավիրել էին, որովհետև նա արդեն այնքան հայտնի էր, որ հանձնաժողովը չէր կարող անտեսել պոտենցիալ ֆինանսական շահույթը, բայց հետագայում նրանք 150,000 անգամ փոշմանել էին, որովհետև եթե նախաճաշի պարագայում մարդիկ զուտ ծիծաղում ու անցնում էին, ապա այս դեպքում արդեն գործը հասավ ֆիզիկական բռնության։ Մի անգամ նկարի վրա հարձակվեց ինչ-որ ձեռնափայտով պարոն, մի ուրիշ անգամ անձրևանոցով տիկին, մարդիկ ամբոխներով հավաքում եւ բողոքում էին, թերթերը ծաղրանկարներ տպում։ Իսկ Մանեն էլ օր
նորից ստանում էր սպառնալիքներով նամակներ։ Բանը հասավ նրան, որ նկարի մոտ պահակներ կանգնացրին, իսկ Մանեն ուշ ժամերին տնից դուրս չէր գալիս։ Բայց ես չեմ ուզում, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, որ Մանեն բան ու գործ չուներ ու որոշել էր պարզապես հասարակությանը շոկի ենթարկել։ Այս նկարը այն ժամանակվա Փարիզի հրաշալի արտացոլումն է, իր բոլոր սոցիալական խնդիրներով եւ հակասականությամբ։ Մանեն հերթական անգամ ապացուցեց, որ գեղանկարչությունը կարող է եւ պետք է խոսի ներկայի մասին, որ այն կարող է լինել քննադատական եւ նույնիսկ սադրիչ։ Ու միաժամանակ այս նկարում հայտնված անավարտությունը, արագ քսվածքը եւ հարթային ոճը շատ ազդեց Մանեի երիտասարդ ընկերների վրա, որոնք մեծ եռանդով սկսեցին այդպես նկարել եւ վերջիվերջո ստեղծեցին իմպրեսիոնիզմը։ Բայց վերադառնանք 65 թվին։ Այս գործի սկանդալից հետո Մանեի կյանքը մեղմասած ուրախ չէր։ Գոլեգաները նրան ատում էին, իսկ հասարակությունը նրան լուրջ չէր վերաբերվում։ Բայց Մանեն չէր հանձնվում ու շարունակում էր ակտիվ ստեղծագործել։ Թվում էր, թե հեսա ամեն ինչ պիտի կարգավորվեր, բայց 67 թվականին սալոնը կրկին մերժեց Մանեի գործերը։ Բայց այս անգամ Մանեն ասում է. խնդիր չունեք ու իր փողերով կառուցում է տաղավար հենց ցուցահանդեսի կողքը, որտեղ ցուցադրում էր 50 աշխատանք։ Հանրությունը միևնույն է բացասական է արձագանքում, բայց այս անգամ Մանեն արդեն մենակ չէր։ Նրա հետ էին հենց այդ երիտասարդ աջակիցները՝ Կլոդ Մոնեն, Պոլ Սեզանը, Էդգար Դեգան եւ ամենակարևորը՝ ժամանակը։ Այն ամեն ինչ տեղը դրեց եւ ընդամենը մի քանի տարի անց, արդեն ֆրանկո-պրուսական պատերազմից հետո, Մանեին վերջապես սկսում են հասկանալ եւ ընդունել, եւ 1881-ին նա արժանանում է պատվավոր լեգիոնի շքանշանի։ Այս ընթացքում ասպարեզ իջավ իմպրեսիոնիզմը, բայց ի հակառակ տարածված կարծիքի Մանեն երբեք իմպրեսիոնիստ չդարձավ։ Հետները շփվում էր, խմում էին, զրուցում, բայց երիտասարդ նկարիչների հետ նա այդպես էլ չցուցադրեց որևէ նկար։ Թեև ահագին ազդվել էր իրենց նկարների ոճից, եւ հիմա ժողովուրդ, զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանն է Ֆոլի Բերժեր։ Ֆոլի Բերժերը Փարիզի ամենահայտնի կաբարե մյուզիկ հոլերից մեկն էր, որտեղ Մանեն հաճախակի էր գնում եւ կա մի վարկած, որ այս գործը ստեղծվել էր որպես գովազդային պատվեր։ Առաջին հայացքից նկարը կարծես համապատասխանում է դրան։ Ակրոբատներ, ճոճանակներ, ուրախացող հանդիսատես, տարբեր թանկարժեք խմիչքներ, ամեն ինչ պարզապես հրաշալի է, բայց նկարի կենտրոնում մի տարօրինակ դիսոնանս կա, հոգնած ու տխուր բարմենուհի։ Նրա դեմքի արտահայտությունը ոնց որ ասի՝ դե, որոշել ես ինչ ես խմում։ Այս հայացքում չկա ոչ ոգևորություն, ոչ հաճույք։ Եթե այս աշխատանքը իրոք գովազդ էր, ապա Մանեն կիսով չափ մոռացել էր դրա մասին։ Արդյունքում ստեղծելով մելամաղձոտ պատկեր, որտեղ հիմնական հերոսուհին ոչ թե վաճառում է հաճույք, այլ ընդամենը շատ հոգնած կին է։ Իդեպ բարմենուհին իրական մոդել է՝ Սյուզանը, որը հենց այդ բարում էլ աշխատում էր։ Ու իհարկե հետաքրքիր մանրուքներ։ Բարմենուհու մեջքի հետևում հայլի կա, որում արտացոլվում է բազմամարդ սրահը։ Միանգամից կարող ես պատկերացնել, թե ինչ աղմուկ էր այնտեղ տիրում։ Հայլում արտացոլվում է նաև մի տղամարդ, հաճախորդ, որի հետ խոսում է մեր Սյուզանը։ Կնոջ հայացքի ուղղությունից թվում է, թե տղամարդը պիտի մեր առջև կանգնած լիներ, սակայն Մանեն միտումնավոր նրան առանցքից շեղ է կանգնեցրել։ Արդյունքում դիտողը կարծես հենց այդ հաճախորդի դերում է հայտնվում։ Կինը մի փոքր առաջ է եկել, փորձելով լսել պատվերը, բայց նրա դիրքը կարծես ենթարկվող է։ Ու գիտես, սա զարմանալի չէ։ Այն ժամանակվա Փարիզում նույն տհաճ կարծրատիպերը կային, որ եթե մարդը սպասարկման ոլորտում է աշխատում, ուրեմն պիտի անպայման ենթարկվի հաճախորդի կմահաճույքներին։ Բացի դրանից, այդ ժամանակաշրջանում նման հաստատություններում աշխատող կանայք հաճախ ոտնձգությունների էին ենթարկվում։ Իսկ երբեմն այո, ստիպված էին որոշ հավելյալ ծառայություններ մատուցել, ուզեին թե չուզեին։ Կարճ ասած, Մանեն կրկին շատ մանեական բան արեց։ Ու այս նկարը, որը իբր պետք է գովազդեր հաճելի երեկոն բարում, իրականում պատմում է սոցիալական օտարացման եւ սոցիալական անարդարության մասին։ Այսպիսով Մանեն ավարտեց բառը եւ կարծես թե ժամանակն է տոնելու, բայց այդպես չստացվեց։ Ինչու՞։ Դե Մանեն ուներ սիֆիլիս, որը 19-րդ դարի բոհեմական կյանքի խորհրդանիշն էր։ Ամեն իրեն արգող հարվեստագետ այն ուներ, բայց այս ամենը ընդհանրապես ուրախանալու բան չի, հատկապես երբ սկսում են պարալիզացվել վերջույթները։ Պատկերացեք մի մարդու վիճակը, որը սիրում էր զբոսանքի դուրս գալ Փարիզի փողոցներով, գնալ կաֆեներ, բարեր, ու հիմա առավելագույնը, որը նա կարող էր անել, մահճակալից մինչև աթոռ ճամփորդելն է։ Բայց Մանեն Մանե չէր լինի, եթե հուսահատվեր։ Նույնիսկ անկողնում պարկած նա շարունակում էր կատակել, ժպտալ եւ ամենակարևորը՝ նկարել։ Եվ նա այդ վիճակում ստեղծեց մի քանի հիասքանչ ծաղիկների նատյուրմորտներ։ Այս աշխատանքներին նայելիս երբեք չես մտածի, որ դրանք նկարել է մի մարդ, որ մեղմ ասած իրեն այդքան էլ լավ չի զգում։
Բայց ցավոք Մանեի առողջական վիճակը գնալով ավելի էր վատանում եւ 1883 թվականին 51 տարեկան հասակում նա մահանում։ Դե ինչ, այսպիսին էր Էդուարդ Մանեն, ինչպես տեսնում ես, ամենահեշտ կյանքով չէր ապրել։ Անդադար մերժումները, քննադատների ջախջախիչ տեքստերը եւ հանրության ծաղրը ամեն մեկը չէր կարող դիմանալ։ Որոշ տեղ այդ քննադատներին հասկանալ կարելի է։ Դժվար է հենց այդ պայն վերլուծել եւ հասկանալ, որ քո դիմաց հանճար է կամ տեղի է ունենում ինչ-որ հեղափոխություն։ Այսօր նայելով նրա աշխատանքներին մենք հասկանում ենք, որ Մանեն սկսեց այն, ինչ շարունակեցին իմպրեսիոնիստները, պոստիմպրեսիոնիստները, իսկ հետագայում մոդեռնիստները։ Բայց 1870-ականների եւ 1880-ականների սկզբին այս տրամաբանությունը ակնհայտ չէր։ Դե ինչ, սիրեք արվեստը, հիշեք, որ պետք է մի փոքր զգուշ լինել քննադատությունների մեջ եւ եթե գնաք պիկնիկի, հագուստները չմոռանաք։ Այսօր այսքանը, դուք դիտում եք Ռակատան, ձեր հետ էր Արայիկը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ու ամենակարևորը մոռացա ասեմ, Մանեն Մոնեն չի, իրանք տարբեր մարդիկ են։ Մի մոռացեք։ Chagall, Picasso, Velázquez, բոլորը գալիս են Ռակատան Լոտրեկ, Տինտորետո, Ռաֆայել, Դեգաս, Սեզան, Էնսոր, Սարգան Բոլորը գալիս են Ռակատան Բոլորը գալիս են